Ողջույն։ Ընդամենը 2.5 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը շատ ոգևորված վիրավորում էր թոշակառուներին։ Ասում էր, ինչու 10,000 դրամ բարձրացնենք թոշակը, որ թոշակառուն էլ չիմանա ինչի վրա ծախսի, անկապ բաներ գնի։ Ընդամենը 1 ամիս առաջ կառավարության նիստում ասում էր, թոշակ ինչքան էլ բարձրացնենք, թոշակառուի տունը չի տաքանա։ Այս 2 ամսում հարյուրավոր տեսանյութեր են հրապարակել, որտեղ թոշակառուները պարզապես դատապետում են Փաշինյանին այդ վիրավորական խոսքերի համար։ Ընտրություններից 3 ամիս առաջ Փաշինյանը հայտարարում է, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան 10,000 դրամով։ Խիստ պարզունակ քայլ, որի նպատակը վստահ եմ հասկանալի է անգամ տարրական դասարանում սովորողին։ Փաշինյանը վիրավորանք էր հասցրել առնվազն 500,000 մարդու, այս դեպքում 500,000 ընտրողի։ Հիմա փորձում է վերականգնել ձայներ։ Վատ է, որ թոշակը բարձրանում է, կհարցնեք։ Իհարկե շատ լավ է։ Իշխանությունը պարտավոր է արժանապատիվ ծերություն ապահովել։ Այլ բան, որ տարիներ շարունակ թոշակ չբարձրացնելով եւ ապահովելով բարձր գնաճ, այս կառավարությունը հասցրել է նրան, որ 10,000 դրամն էլ, 20,000 դրամն էլ թոշակառուին չի փրկի։ 10,000 դրամը ընդամենը օրվա կտրվածքով 330 դրամ է, 1.5 հացի փող։ Իհարկե, այդ փողը կառավարությունը վաղը հետ է բերելու մեր բոլորից ու հատկապես թոշակառուներից, բարձր գնաճի տեսքով։ Հիմա թոշակը 10,000 դրամ բարձրացավ, վաղը թոշակառուի ծախսերը կբարձրանան առնվազն 20,000 դրամով, թանկանալու է բառացիորեն ամեն ինչ, հացից մինչև հարկեր։ Մենք դա չէ որ տեսել ենք։ Կհարցնեք, թե ինչու թոշակը չէր բարձրանում 2021 թվականի ընտրությունների նախաշեմին, այլ հիմա։ Կարծում եմ, որովհետև այն ժամանակ ընտրություններին լավ թեզ ուներ խաղաղության դարաշրջան, Շուշիի հադրութի դեօկուպացիա, աղքատության վերացում եւ այլն։ Հիմա այս ընտրությունների նախաշեմին ոչ մի թեզ չի աշխատելու, սաղսուտ են դուրս եկել։ Եթե ասի ինձ ընտրեք աղքատությունը վերացնեմ, չեն հավատալու։ Արցախը հետ բերեմ, խնդալու է։ Գործարաններ կսարքեմ, ներդրումներ կբերեմ, չեն հավատա, միևնույն է, ընդհանրապես նրա ոչ մի թեզի չեն հավատա, ռեալ բան է մնում անել, ինչ որ բան անել։ Թոշակը։ Այդ մարդը մեկ ձայնի համար պատրաստ է ամեն ինչի։ Այն վիճակում է գտնվում, որ ամեն հատիկ ձայնն է կարևոր։ Իմ կարծիքով, եթե վաղը նրան զգուշացնեմ, որ 10 ձայն բերելու համար պետք է TikTok-ում կիսամերկ ապրել, չեմ բացառում, որ այդ քայլին էլ գնա։ Այ ընտրություններից հետո գուցե էլի իջեցնի թոշակը, գուցե թոշակի տարիքային շեմը մի 10 տարով բարձրացնի։ Մեկ է, ընտրություններից հետո էլի կառավարության դուռը փակ է լինելու ժողովրդի առաջ, ինչպես որ վերջին տարիներին էր։ Նիկոլ Փաշինյանն ու տեղակալները ստացել են նախորդ տարի 51.6 միլիոն դրամ պարգևավճար։ Նախարարները մինչև 9 միլիոն դրամ պարգևավճար։ Թոշակառուի վրա ամիսներով մունատ գալուց հետո, անպետք համարելուց հետո, բեռ ու ավելորդ ծախս համարելուց հետո տալիս են 10,000 դրամ, այսինքն խոստանում են, որ կտան։ Իրենք, որ միայն աղետներ են բերել մեր գլխին, ստացել են $8 միլիոն պարգևավճար։ Թոշակառուն, որ սաղ կյանքն է աշխատել, քայքայել է կյանքը, առողջությունը, երկիր է կառուցել ու հիմա պետության հույսին է, ստանալու է ընդամենը $25, որպես լավություն, հետն էլ զգուշացում, որ չես մոռանում, չէ, որ 2 ամսից ընտրություններ են։ Անբարոյական քաղաքականություն է։ Ուզենք ձեզ սովի կմատնենք, ուզենք կվիրավորենք, կնվաստացնենք, հետո կտանք 10,000, այն էլ ընտրություններից առաջ, որ չմոռանաք ում ընտրել։ Ասում էր, թոշակը բարձրացնեմ, թոշակառուն չիմանա ինչ անի 10,000 դրամը։ Հիմա թոշակառուն արդեն դարձել է ընտրող, եւ Նիկոլը գիտի, թե ինչ է անելու թոշակառուն 10,000 դրամով։ Թոշակները իհարկե չէին կարող բարձրացնել հունվարին, որովհետև մինչև ընտրություններ արդեն սովորական կդառնար այդ գումարը, ու մեկ էլ էլի սկսելու էր չհերիքել, իսկ ընտրություններից ընդամենը 1-2 ամիս առաջ դա արդեն ուրիշ տպավորություն է։ Կրկնում եմ, չի կարելի, անհնար է այս քայլը չդիտել որպես նախընտրական կաշառք։ Ում հետ խոսում ես, թոշակառուներից սկսած, հենց դա են ասում։ Մինչև ընտրություններ ստացած կլինեք 2 անգամ թոշակ, հարգելի
տարեցներ, 2 հատ 10,000 դրամ, կստացվի թոշակառույքվեն ատքան արժե։ Գուցե վաղը բավարարի օնլայն տաքսիստների պահանջը եւ նրանց հաշվեն գրանցված աշխատողներ, դա էլ կդիտվի նրանց տրվելիք ընտրակաշարք։ Նախարարի համար ընտրակաշարքը 9 միլիոն դրամ պարգևավճարն է, պատգամավորներին է 3 միլիոն դրամը։ 20,000 արցախցի ասում են իրավունք ունի մասնակցել ընտրությունների, կարող է որոշել տուն տալ անտուն թողած արցախցիներին։ Զինծառայողներին ու նրանց ընտանիքներին ընտրակաշարքը ծառայությունը 1.5 տարի դարձնելն էր։ 335,000 անհուսալի վարկ ունեցողներինը հատուկ նրանց հագով գրված օրենքը։ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է տվել մի շարք բնակիչների, վաղը դա կանեն մյուս մարզպետները, համայնքապետերը։ Այն օրը կարդացի հայտարարում են, որ ձեռնարկություններն են ուզում հարկային արտոնություն ստանալ։ Համեցեք, այս բոլորը պետբյուջեի հաշվին ու որ ամենակարևորն է ընտրությունների նախաշեմին։ Սրանք պարտավոր էին անել անցնող տարիների ընթացքում 2018 թվականից թոշակներից սկսած, բայց անում են հիմա, որովհետև վաղն է ընտրությունը։ Լավ, ժողովուրդ ջան, թոշակի բարձրացումը պլանավորվում է պետական բյուջեով։ Սրանք բյուջետային քննարկումների ամբողջ ընթացքում ասել են, որ չեն կարող բարձրացնել եւ ոչ մի դրամով, որովհետև ասում էին 1000 դրամը արդեն մեծ բեռ է բյուջեի վրա։ Եվ ուրեմն որտեղից այդ փողը։ Թոշակները ապրիլի 1-ից բարձրացնելու համար հարկավոր է շուրջ 150 միլիոն դոլար։ Որտեղից է այդ փողը։ Այս մարդիկ թոշակը, աշխատավարձը, պարգևավճարները տալիս են արտաքին պարտքով։ Գուցե էլի վերցնեն։ Տարեկան վերցնում են 1 միլիարդ դոլար պարտք, կվերցնեն 1 միլիարդ 200 միլիոն դոլար պարտք։ Ընդամենը վերջին նիստում կառավարությունը վերցրեց 100 միլիոն եվրո չհաստատված վարկ, այսպես չհաստատված, նախապես չծրագրված լիքը վարկեր կվերցնեն ու կտան թոշակ, ասֆալտ կանեն, որը կդիմանա մինչև ընտրություններ, բայց նաև չեն բացառում, որ հարևան երկրները, նոր բարեկամները, փող տան, ասեն վերցրեք, բաժանեք։ Հանրությունը չգիտի թոշակի բարձրացման գումարի ծագումը, բայց ունենք լիքը կասկածներ, որովհետև սրանցից ամեն ինչ է հնարավոր սպասել։ Նիկոլ Փաշինյանը եթե վերընտրվի, սպասում ենք վատագույնին։ Ադրբեջանը օրինակ ամենայն հավանականությամբ կլծվի արևմտյան Ադրբեջան թեզի իրականացմանը, ադրբեջանցիների բերի Հայաստանում բնակեցնելու, կփոխի Հայաստանի սահմանադրությունը եւ այլն։ Թուրքիան բոլոր նախապայմանների կատարում կստանա, հատկապես ցեղասպանության, սփյուռքի եւ այլնի մասով։ Եվրամիությունը իր ակնկալիքը կստանա Ռուսաստանի մասով, Միացյալ Նահանգները Իրանի մասով։ Նրանց համար մեծ խնդրեմ է, որ 2.5 միլիոն բնակչություն ունեցող երկրում գումարներ լցնեն, էլ թոշակ, էլ բնակարաններ, էլ մյուս խնդիրներից լուծեն, իմանալով, որ ընտրություններից հետո մեկ է, իրենց ծրագրերը իրականացվելու են Հայաստանում։ Ու հենց Նիկոլը, որովհետև բացի իրենից ու իր կոալիցիոն գործընկերներից չկա այլ ուժ, որի օրոք այդ ծրագրերը իրականացվելու են։ Կարճ ասած, Հայաստանի այսօրվա իշխանության վերընտրման համար մեր թշնամի երկրները եւ մեր հաշվին իրենց շահերը իրականացնողները պատրաստ են ամեն ինչի։ Պետք եղավ կօգնեն թոշակ բարձրացնել։ Պետք եղավ էժան կամ ձրի բենզին կբաժանեն, չէ որ նրանք այնքան նվեր են ստացել ու ստանալու Փաշինյանի իշխանությունից, որ այդ կոպեկների հետևից չեն ընկնի։ Կարևոր է կարծում եմ, որ ժողովուրդը ընտրողը լավ հասկանա այս նպատակները։ Շնորհակալություն հայտնի նախընտրական փողերի, թոշակների ու զանազան խնդիրների կարգավորման համար, բայց չդառնա գործիք, այլ կերպ ասած, վերցնի, բայց ընտրի հանուն իր երկրի, իր խղճի մտոք։ Թոշակի բարձրացումը միանշանակ լավ է։ Չեմ կարծում որևէ մեկը դա համարի բացասական։ Ափսոս քիչ են բարձրացնում։ Քննադատելի է նպատակը ու ժամանակահատվածը։